Բարեարև իմ սիրելի, շատ սիրելի կարիճներ, ինչպես արդեն հասկացաք, ես սկսում եմ ձեր նշանից, որովհետև դուք առաջին տեղում եք, պահպանել եք ձեր առաջի տեղը, ինչի կապակցությամբ ես ձեզ շնորհավորում եմ, եւ այսօր հունվարի 22-ն է, իմ օրացույցով Յուպիտերի օրը, ձեզ բաժին է ընկել Յուպիտերը եւ ես կներկայացնեմ փետրվար ամսվա համար կանխատեսումը, փետրվարը բավականին կարևոր ամիս է, կարևորվում է, որովհետև մենք ունենք փետրվարի 17-ին ունենք արևի խավարում, դա արևի օղակաձև խավարումն է, իսկ հետո արդեն մենք կգտնվենք խավարման միջանցքում մինչև արդեն մարտի 3-ին, երբ տեղի կունենա լուսնի ամբողջական խավարումը, այսպես եւ ինչն է հետաքրքիր, որ իհարկե ես հիմա կանդրադառնամ այս արևի խավարումը լավ խավարումն է, բայց բոլոր դեպքերում այն անդրադառնալու է ձեզ հետ կապ ունի եւ հնարավոր է որ դուք հնարավոր է իրականացնեք դժվարությամբ, բայց կարողանաք ինչ որ կարևոր խնդիր, որ ձեր առջևում դրված է, դա կարող է անձնական թեմայով լինի, ընտանեկան թեմային կարող է վերաբերել եւ արտերկրի հետ կապված հարցեր կարող են լինել, որովհետև մենք տեսնում ենք Յուպիտերը, տեսնում եք Յուպիտերը դες ընկավ եւ ինքը ձեր արտերկրի թեման է ակտիվացնում, այսինքն շատ կարիճներ ասցենդենտով հիմնականում նշան, որ սա վերաբերում է բոլոր նրանց, ում ասցենդենտի նշանն է կարիճը առաջին հերթին եւ վերաբերում է բոլոր նրանց, ում արևն է գտնվում կարիճի նշանում։ Առ այսօր այսքան նոր մարդիկ են միանում եւ ամեն օր, ամեն անգամ ինձ այդ հարցը տրվում է, մարդիկ չեն հասկանում, չգիտեն ասցենդենտի նշանը, ես ձեզ ասեմ, որ այն ուրեմն իմանալու համար, թե ինչ նշան է, որ նշանն է ձեզ բաժին ընկել, որ աստիճանում է գտնվում ձեր ասցենդենտը, հարգելիներս պետք է իմանաք ձեր ճշգրիտ ժամը, եթե չգիտեք, որովհետև ինձ գրում են այս ժամից, այս ժամվա ընթացքում դուք չեք պատկերացնում, որ 1 րոպե նույնիսկ շատ կարևոր է եւ այստեղ ճշգրիտ ժամը պետք է լինի, եթե չգիտեք, ժամը հաշվարկվում է մեկ անգամ եւ դուք արդեն ընդմիշտ գիտեք ձեր ժամը, գիտեք ձեր նշանը եւ ամեն սովորական ինչ որ պատճառներով չեք դիմում աստրոլոգին, հատկապես կարիճները, որ ես այնպես եմ մանրամասնում, որ այնտեղ հարկ չի լինում շատ կարևոր հարցերի դեպքում միմիային։ Այդպես սա բոլոր նրանց համար, ովքեր նոր են միացել եւ չգիտեն ինչ է ասցենդենտի նշանը կամ ինչպես իմանալ, սա ձեզ ինֆորմացիա եւ այսօր ինչպես որ ասացի, հունվարի 22-ն է եւ մենք գտնվում ենք աճող լուսնի փոլում եւ իհարկե այն կավարտվի բնականաբար փետրվարի 2-ին եւ այսպես ես պետք է ներկայացնեի 2026 թվականի փետրվար ամսի հիմնական իրադարձությունները, խոսեցինք ուրեմն արևի օղակաձև խավարման մասին եւ իհարկե լիալուսինը հենց փետրվարի 2-ին է տեղի ունենալու, այսինքն ստացվում է այսպես, որ մենք փետրվար ամիսը մտնում ենք աճող լուսնով, բայց հենց 2-ին ինքը տեղի կունենա ուրեմն լիալուսինը, ինչ ունենք նաև հետևյալ իրավիճակն է, որ Ուրանը, որը ձեր հակադիր նշանում է, ինքը կդառնա ուղղընթաց եւ իհարկե սիրելի կարիճներ, ինքը ինչ որ 1-2 ամսից արդեն ձեզ հանգիստ կթողնի այն բոլոր հարցերը, որոնք կապված են պարտների հետ, գիտեք, ցանկացած երկրորդ անձնավորություն այստեղ կարող է անձնական կյանքում լինել, նրանք ովքեր հատկապես ամուսնացած չեն, այստեղ իրենք չեն կարողանում պահպանել երկարատև հարաբերություններ, այդպես ընդհատվում են եւ ստացվում է, որ ասենք տվյալ անձը այդքան էլ հուսալի չէ, ուրեմն եւ կարող են, գիտեք, աշխատավայրում եւս կարող են փոփոխություններ լինել, բոլոր դեպքերում մեր մարդկանց հետ կարող է նաեւ մաքրման process գնալ, ձեր ընկերների
ներողություն ընկերների միջավայրում այդպես այդ process-ը գնա լավ մարդիկ մնան, այսքան դուք պետք է նաև օգնեք այդ process-ին, որ ազատվեք վատ մարդկանցից, սխալ մարդկանցից եւ ձեզ մոտ պահեք լավ մարդկանց, հա, այսա շատ կարևոր է բոլոր դեպքում այդ բարդ process-ը ձեզ մոտ ուրեմն կավարտվի ասացի 1-2 ամիս, իսկ իհարկե որոշակի միջամտություններ օգնում են, որ դա ավելի հստակ կատարվի, ավելի արագ եւ ավելի զգուշ եւ արդյունավետ որոշակի միջամտության արդյունքում։ Ահա, այնուհետև հաջորդ փոփոխությունները, որ կլինեն, ուրեմն ասեմ, որ Ուրանը դառնալու է ուղղընթաց հենց փետրվարի 4-ին կդառնա ուղղընթաց եւ այլևս ասացի 1-2 ամսից ինքը ձեզ չի անհանգստացնի, այստեղ արդեն ձեզ մոտ ֆինանսական հարցերը կարող են լինել ապագայում մի քանի տարում ըստ ձեր անձնական քարտեզի հնարավոր է որ ինչ որ հարցով մեծ գումարներ ծախսեք եւ հնարավոր է նաեւ մեծ գումարներ ստանաք բոլոր դեպքերում այստեղ հետաքրքիր զարգացումներ կարող են լինել եւ այսպես ուրեմն հաջորդը փետրվարի 14-ից մինչեւ 28 թվականի ապրիլի 13-ը այստեղ Սատուրն է մտնելու խոյի նշան սիրելի կարիճներ իհարկե Նեպտուն արդեն այնտեղ է գտնվում խոյի նշանում եւ հիմա Սատուրնը կգտնվի եւ պայմանավորված իհարկե ձեր անձնական քարտեզով ուրեմն մինչև 28 թվականն է մնում, սա ֆիքսենք եւ այստեղ որոշակի հարցեր կլինեն ուրեմն այսինքն ձեզ կստուգի տիեզերքը ինչ դասեր եք խաղալ արդյոք հասկացել եք թե ոնց եք վերաբերվելու աշխատավայրում ինչպես եք ձեզ պահելու ինչպես եք վերաբերվելու ձեր առողջական վիճակին արդյոք հետևողական կլինեք թե ոչ հա սա է լինելու եւ դուք տիեզերքին քննություն եք հանձնելու թե ինչպես եք ինչ գիտելիքներ ունեք եւ արդյոք հետևում եք իր խորհրդին այսպիսի իրավիճակ կլինի եւ քան որ դուք առաջինն եք ես բնականաբար շատ ավելի մանրամասն եմ ձեզ համար ուրեմն ներկայացնում, որը նաև հնարավորություն է տալիս, որ դուք ասացի չդիմեք ամեն մի փոքր հարցի դեպքում աստրոլոգի, այլ մասնավորապես եթե դուք գիտեք ձեր քարտեզը, գիտեք հաստատ ձեր ասցենդենտի նշանը եւ գիտեք թե ձեր մոլորակն ինչ նշանում են գտնվում եւ ինչ աստիճաններում են, այս դեպքում ձեզ համար շատ ավելի հեշտ է։ Բոլոր դեպքերում գիտեք, եթե հետևում եք, ոմանք ասում մենք չգիտենք, մենք ինչ իմանանք, որ այ չգիտեք, բայլուր եք հետևում։ Այստեղ հո ձեզ հեքիաթներ չեն պատմում։ Այստեղ կոնկրետ գիտություն է, կոնկրետ խոսվում է եւ դիտում են այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են, իրենց հետաքրքիր է, իրենք ունեն այդքան գիտակցություն, այդքան խելք, որ ճշգրիտ կարողանան օգտվել եւ դրանից միայն շահումով են դուրս գալիս առավոտ փող եք ծախսում ոչ մի բան ձեզ համար մատուցում են ու ձեզ ընդհանրապես մնում է մի փոքր այդտեղ հետաքրքրվել մի փոքր ջանք թափել որպեսզի հասկանալ նույնիսկ ջանքերն այդտեղ պետք չեն հա ձեր տվյալները տեղադրում եք եւ ձեզ համար արդեն པարզ է դուք տեսնում եք որ մոլորակը որտեղ է եւ վերջ ընդհանրապես ձեր ժամը եթե չգիտեք հաշվարկում է մեկ անգամ եւ դա մեկ ընդմիշտ բուխտուժող ինչպես ասում են Եվ դուք ունենում եք ձեր ժամը ինքներդ արդեն նայում եք։ Այ սա շատ կարևոր է։ Այնպես որ հիմա տեսեք ես ձեզ ինչ խորհուրդ եմ տալիս առաջիկա նո ասենք 1-2 տարին դուք պիտի նախ հնարավոր է ձեր գիտեք եթե ունեք համապատասխան գիտելիքները համապատասխան վարվելաձև պահված խելացի եք հասկանում եք ոնց պիտի ձեզ միջավայրում պահեք իհարկե դա էլ պայմանավորված է երբ դուք ճանաչում եք ձեզ երբ ձեզ պրոֆեսիոնալ աստղաբանը վերլուծելա դուք ձեզ ճանաչում եք ու արդեն գիտեք ոնց եք վարվելու մարդկանց հետ կամ միջավայրում ինչպես դրսևորվեք որպեսզի դա ձեզ վնաս չբերի սա շատ կարևոր է հատկապես դա ձեզ համար սիրելի կարիճներ ստուգվելու է առաջիկա 2-3 տարին այնպես որ սա իմացեք եւ
ճիշտ քայլեր արեք, որպեսզի ասենք աշխատանքից դուրս չգաք, որտեղ դժվարություն է կլինի հնարավոր է, որ աշխատանքից անեն ինչ-որ խաբեություններ լինեն եւ հնարավոր է եթե դուք ձեզ ճիշտ դրսևորեք։ Նաեւ յուրաքանչյուրի անձնական քարտեզով էլ է պայմանավորված, որ դուք իմանաք որ հատվածում պետք է զգուշ լինեք, որպեսզի այդ դժվարությունները հաղթարեք։ Այսինքն այդ տարիների ընթացքում երբ է ձեզ մոտ դիտվում դժվարությունը, որպեսզի դուք եւ առողջական դա կարող է լինել եւ ուրեմն աշխատանքին կարող է վերաբերել, որովհետև դուք նույնիսկ եթե ճիշտ դրսևորվեք, կարող եք ունենալ ուրեմն ձեր դիրք ավելի, այսպես ասեմ, բարձրանա, հա, այս հնարավորությունը դուք ունեք, այնպես որ ճիշտ քայլերի դեպքում դուք դա խելացի վարվելու դեպքում դա կարող եք ստանալ, դա կարող եք անել։ Այսինքն, երբ վտանգ կա, իջնեք ջրի հատակը, երբ վտանգահացնում է, բարձրանաք եւ կոնկրետ գործողություններ անեք։ Սա էլ այսպես դուք ջրի նշան եք եւ հասկանում եք ասելիքս։ Սա այսպես եւ մենք անցնենք առաջ։ Հաջորդ կարևոր իրադարձությունը, գիտեք, Մերկուրին կփոխի նշանը, ձկան նշան է տեղել ինքը դառնալու է հետ ընթաց եւ իհարկե Վեներան, ահա Վեներան կմտնի ձկան նշան, որտեղ ինքը գտնում է բարձրակետում, այստեղ ձեզ մոտ ուրեմն ասեմ նաև արևի մասին, արևը եւս կմտնի ձկան նշան, իհարկե 18-ին, այդպես է ստացվել, որ արևը այս անգամ 26 թվականին ուրեմն 18-ին է մտնում փետրվարի ձկան նշան, այսինքն նրանք ովքեր գիտեն, որ ասենք ծնվել են ջրհոսում ա եղել, այս տարի իրենք հայտնվում են ձկան նշանում, այսպեսի կարող եք գիտեք, այդ օրը ծնվածների մոտ լինի փոփոխություն, սա իհարկե ես կանդրադառնամ իմ ձկներին ներկայացնում, սա ձեզ չի հետաքրքրում գիտեմ, եւ հիմա ուրեմն նախ լիալուսնի մասին ասեմ, ուրեմն սա ընդհանուր փոփոխություններն էին, որ Ուրանը դառնում է ուղղընթաց, Սատուրնը արդեն մտնում է խոյի նշան, վերջնականապես Մերկուրին կմտնի ձկան նշան եւ այնտեղ կդառնա հետընթաց եւ իհարկե Վեներան կմտնի։ Ես թվարկում եմ, որտեվ սրանք նրանք ովքեր տեղյակ են, հետաքրքրված են, իրենց համար դա կարեւոր է, օգնում է դրա համար, ես պիտի ներկայացնեմ անպայման։ Եվ այսպես փետրվարի 2-ին տեղի կունենա լիալուսին, արև եւ լուսինը կհակադրվեն 14 աստիճանում Հայաստանի ժամանակով գիշերը 2:09:03 եւ տեղի կունենա լիալուսինը առյուծի նշանում, այսինքն լուսինը գտնվելու է առյուծի նշանում եւ այստեղ հնարավոր է որ սիրելի ասցենդենտով կարիճներ, դա կարող է ձեր ուրեմն նպատակների հետ կապված, կարիերայի հետ կապված դուք ընդհանուր ձեր անելիքները իմանաք, այստեղ կարող է նաեւ սիրո թեման լինել, երեխայի թեման կարող է լինել, որ ձեզ համար ինքը բավականին կարեւոր է նայած ու մոտ ուրեմն ինչ կարող է լինել, ինչպես կարող է լինել, ահա 14 աստիճանում բնականաբար այն մարդիկ, ովքեր այդտեղ այդ աստիճանում ունեն մոլորակներ, դա իրենց ուրեմն անմիջական կարող է վերաբերել։ Բոլոր դեպքերում ձեր նպատակների հարցում դուք մինչև 2 փետրվարի ձեր անելիքները կիմանաք, կհասկանաք ինչ է պետք անել։ Եվ ուրեմն փետրվարի 7-ին է Մերկուրին մտնելու եւ 26-ին փետրվարի ինքը կդառնա հետընթաց։ Ահա, ձկան նշանում է։ Գիտեք, իմ շատ սիրելի կարիճներ, ջրի նշանում է լինելու եւ դա ձեզ համար լավ է։ Եվ այստեղ մենք արդեն երկրորդ ցուցիչն ենք տեսնում, որ այստեղ կարող է վերաբերել սիրո թեմային, որ դուք նորից վերադառնաք ինչ որ այդտեղ անելիքներ ունեք, այսինքն չավարտված երեխայի թեման էլ կարող է լինել եւ սիրո թեման, միգուցե գիտեք, ստացվում է այնպես, որ դուք ասենք ձեր հարաբերությունները երկարել են եւ
այստեղ չնայած ավարտվում է, կարճ է տևում, բայց դուք հասկացել եք, որ ուզում եք միասին լինել, մեկընդմիշտ եւ այդպես վերանայում եք հնարավորությունները եւ այստեղ ասեմ երրորդ ցուցիչը եւս կա, որ մեծ հնարավորություն է տալիս սիրո հարցում ինչ որ մի բանի հասնել։ Բոլոր դեպքերում պետք է ճիշտ վերլուծեք, հասկանաք իրավիճակը։ Գիտեք, այստեղ Մերկուրին, քանի որ մեր միտքը անընդհատ այդպես ինքը ինֆորմացիան շատ է, ինքը կեղտոտվում է, այսպես ասած, եւ հարկավոր է ժամանակ առ ժամանակ մաքրել, հասկանալ, վերլուծել, անպայման վերլուծել, ինչ է կատարվում, ով է այդ մարդը, ինչպես վերաբերել, արդյոք ինքը ձեզ խաբում է, արդյոք ինքը հուսալի մարդ է, դուք այս ամեն ինչը պետք է վերլուծեք, հետո նոր քայլեր անեք, այսինքն ձեզ Մերկուրին հնարավորություն է տալիս, որպեսզի դուք վերլուծեք եւ հասկանաք ինչ եք անելու, ինչպես եք վարվելու, որպեսզի հանգարց չսխալվեք, իսկ դրա համար վերլուծում եք այն բոլոր գործողությունները, որ կատարվել է, որովհետեւ ըստ գործողությունների մենք կարող ենք այդ մարդու մասին կարծիք կազմել, ոչ թե ըստ խոսքերի, այսպես, այնպես որ սիրո հարցում լինում ենք ուշադիր, վերլուծում ենք, որպեսզի չսխալվենք, իսկ ոմանք հնարավոր է այստեղ երեխայի հարցով ինչ որ խնդիրներ լինեն, իրենք վերանային այդ հարցը, ինչպես է լինելու, ինչ են անելու, ոմանք ասենք, եթե նոր են երեխա ունենում, այստեղ իրենք կվերանային, կիմանան, որովհետև ձեզ հնարավորություն է տրվում ասցենդենտով կարիճներ, երեխաներ ունենալու, ի վերջո խոչընդոտները հեռանում են եւ դուք ուրեմն այդ հարցով կարող եք զբաղվել, ահա 10-ին Վեներան փետրվարի 10-ին մինչև մարտի 6-ը ինքը կգտնվի ձկան նշանում, սա շատ լավ ժամանակահատված է, տեսեք ինչպես են իրար օգնում, ուրեմն այդ ընթացքում Մերկուրին է այդտեղ եւ Վեներան գալիս ավելի ակտիվացնում սիրո թեման, որտեղ ինչպես որ ասացի, ինքը բարձրակետում է եւ բավականին այստեղ գիտեք միահյուսվում են եւ սիրո զգացողությունը եւ միաժամանակ այդ վերլուծությունը կարող են լինել բնականաբար շատ հանդիպումներ, շատ ավելի, եթե on-line տարբերակով է, այստեղ ասենք արտերկրում է գտնվում, որտեղ ձեր մոտ արտերկրի տունը բավականին ակտիվ է, այստեղ հնարավոր է որ լինեն ասենք on-line կապը մեծանա, նոր ծանոթություն հնարավոր է լինի, կամ եթե արդեն ծանոթ եք, այստեղ շփումները կարող են բավականին մեծանալ, շփումները, on-line հանդիպումները, իսկ եթե միևնույն քաղաքում եք ապրում, ապա նաև այդպես տետատետ հանդիպումներ, ներողություն, տետատետ հանդիպումներ լինեն։ Իսկ պարզապես հիշեցնեմ, որ հետընթաց Մերկուրի ժամանակ, գիտեք, նախ ինչ որ կոնկրետ պատասխան չեք տալիս, որ համաձայն եք ամուսնության կամ ավելի կոնկրետացնում եք, ուրեմն դուք այդ ժամանակահատվածում պարզապես ձեզ հնարավորություն է ընձեռվում մի շտապեք եւ շատ այդպես խորությամբ վերլուծեք, հասկացեք ինչ է կատարվում եւ ցանկալի է որ այդ վերլուծությունից հետո նոր դուք պատասխանեք, որովհետեւ տեսեք արդեն փետրվարի 26-ին, այսքան մարտ ամսին այստեղ արդեն ստացվում է մինչեւ մարտի 3-ը, որովհետեւ նախ այսպես ասենք, եթե հիմա վերադառնանք մենք արդեն արևի օղակաձև խավարմանը, մենք տեսնում ենք, որ այս ընթացքում տեսնում եք Մերկուրին հետ ընթաց է մեր մտքերը եւ մենք պետք է շատ ուշադիր լինենք, որովհետեւ այդ ժամանակահատվածում նաեւ մենք գտնվում ենք խավարման միջանցքում, որովհետև 17-ին կլինի խավարումը, իսկ Մերկուրին 26-ին է դառնալու, բայց համենայն դեպս ինքը գտնվում է փետրվարի 7-ից, ուրեմն ձկան նշանում, էմոցիաները բավականին բարձր կլինեն եւ բոլոր դեպքերում հետո արդեն քանի դեռ Մերկուրին այդտեղ է, կսկսվի ուրեմն արևի օղակաձև խավարումը եւ հետո մենք մինչեւ մարտի 3-ը ընկնում ենք խավարման միջանցք եւ այնտեղ կլինենք մինչեւ
մարտի 3-ը եւ այդ ժամանակ արդեն ոչ լավ լուսնի խավարումն է, ես մի քիչ առաջ անցնեմ ձեր դեպքում, որովհետեւ դա գիտեք սիրո թեմային կարող է վերաբերել, պետք է ուշադիր լինեք։ Հիմա տեսեք ինչ է, այստեղ կարող է դա բացասական անդրադառնալ, այն ինչումն է բանը, երբ դուք պետք է վերանայեք մերկույն այդ հնարավորությունը տալիս է ձեզ, ով ասում է, որ ուշադիր եղեք, կան ինչ-որ բաներ, որի մասին դուք չգիտեք, անպայման փորձեք դա եւս հետաքրքրվել եւ պարզել, եւ արդեն այստեղ խավարումը կարող է ամբողջը ջրի երես հանել եւ դուք հասկանաք, որ ինքը այն մարդը չի, ինչպիսին որ ինքը ներկայացել էր, այս հնարավորությունը ուրեմն ձեզ կընձեռվի դրա համար եմ ասում մինչև Մերկուրի ուրեմն հետընթաց լինելը ոչ մի համաձայնություն պետք չէ տալ, այլ միայն այս խավարումները եւ այլն ամեն ինչ կավարտվեն ապրիլ ամսին կարող եք այսպես կոնկրետ քայլեր անել, սա իմ խորհուրդը ուրեմն կարիճներին սիրելի կարիճներ, եթե դուք այդպիսի հայտնվել եք այդպիսի թնջուկի մեջ եւ պետք է վեր լուծեք հասկանաք, ես ձեզ այսպես ասում եմ, իսկ մնացածը արդեն անձնական քարտեզը կարող է տալ ամբողջական ուրեմն պատկերը եւ Արևի օղակաձև խավարումը նշեմ դա փետրվարի 17-ին արևև լուսին, այսինքն դա նույն նորալուսինն է, բայց շատ ավելի ուժեղ Արևև լուսինը միանում 29 աստիճանում, Հայաստանի ժամանակով 16:0057 եւ այն կլինի ձեր 4-րդ տանը ջրհոսի նշանում է լինելու, միգուցե գիտեք, լավ իրադարձություն կարող է լինել կամ ինչ որ իրադարձություն դժվարությամբ հասնեք ինչ որ մի բանի, բայց ամեն դեպքում ինչ էլ որ լինի լավ է լինելու, ես հիշեցի որ ինչ էլ որ լինի մենք պարտված չենք, չէ, ինչ որ եթե նույնիսկ պարտվենք, միևնույն է մենք ինչ որ sense բան ասվեց, չէ, հիշեցի ուղղակի այդ արտահայտությունը հպարտի կողմից, ինչ էլ որ լինի մենք մեզ պարտված չենք զգում, sense արդեն գիտեր ինչա լինելու, չէ, բայց արդեն այդ ամեն ինչը արված էր, վճարված էր եւ այլն, հիմա ինչ էլ որ լինի դա ձեզ համար լավ է լինելու այս խավարման ընթացքում, որը կարող է եւ արտերկրին վերաբերել հարաբերություններ եւ տան ընտանիքի անդամներին կարող է վերաբերել, ինչ էլ որ լինի, դա ուրեմն դա բարին է, ինչպես ասում են, որի արդյունքը դուք կարող եք հետո տեսնեք եւ այդ ժամանակ ասեք ինչ լավ էր որ դա չեղավ, որտեվ եթե լիներ, այսպես է լինելու, որտեվ այն ինչ որ լինում է մենք չգիտենք, չէ՞, մեզ թվում այդ պահին վատ է, բայց անցնում են տարիներ, հետո պարզվում է որ ուրեմն շատ լավ էր որ այդպես եղավ, չէ՞։ Այսպիսի իրավիճակ կա եւ խավարման միջանցքում Փետրվարի 17-ից մինչև մարտի 3-ը բոլոր դեպքերում լինում ենք զգոն, հատկապես տան ընտանիքի բնակարանների եւ այլ այդպիսի թեմաներում լինում ենք ուշադիր, լինում ենք զգոն, որպեսզի ճակատագրական քայլեր չենք անում այդ պահին, ցանկալի չէ կարող եք որոշել, որովհետեւ այդ ժամանակ արդեն այդ ընթացքում խավարման միջանցքում Մերկուրին հետ ընթաց է, այնպես որ ինքը ձեզ հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ուսումնասիրելու, մասնավորապես եթե տեսեք եւ Մերկուրին հետ ընթաց եւ խավարման միջանցք մութ եւ դուք ինչ որ որոշում եք կայացնում եւ քայլ եք անում, դա կատեգորիկ չի կարելի։ Սա այսպես Եվ տարբեր այդպես ռիսկի չեն գնում, հա, այսինքն եթե ինչ որ մի հարցում փոքր ռիսկ վտանգ եք տեսնում, խնդիր եք տեսնում, ուրեմն մի գնացեք կոնկրետ քայլերի։ Սա այսպես եւ փետրվարի 18-ին, ինչպես որ ասացի, ես եմ ժամն էլ նշել 10:51:44 արևը կմտնի ձկան նշան, այստեղ ձեր սիրո թեման է։ Այնպես որ մոլորակները հիմա շարժվում են ձկան նշան եւ այդտեղ ակտիվացիան դες համար շատ լավ է, որտեղ ձուկը եւս ջրի նշան է եւ այստեղ սիրո թեման, երեխայի թեման, երեխա ունենալու թեման ընդհանուր կարող է բավականին ակտիվ լինել։ Հիմա այս պահին, այսօր հունվարի 22-ն է, այս պահին որոշակի դժվարություններ կարող են լինել այն կարիճների համար, որոնք հոկտեմբերյան, ավելի կոնկրետ ասեմ, հոկտեմբերի 22-ից հետո այդ կարիճների համար հնարավոր է որոշակի դժվարություններ լինեն ընտանիքում, բայց
Այսինքն դա չի վերաբերի նոյեմբերյան կարիճներին եւ աշճանաբար իրենց համար այդքան դժվար չլինի, ասենք որքան հոկտեմբերյանի համար, հոկտեմբերին ծնված կամ հոկտեմբերյան կարիճների, ասենք ասենք այսպեսի իրավիճակ ես ձեզ ընդհանուր երբ եթե այսքանով կավարտեմ ես սիրելի կարիճներ, հիմնական իրադարձությունները սրանք են, որ ես ձեզ ներկայացրեցի եւ ուզում եմ նշել հիմնական փաստորեն ձեր անելիքը իմացաք, թե ինչպես եք վարվելու, ինչ եք անելու, ես մանրամասն ներկայացրեցի եւ ձեզ մնում է պարզապես հետեւել իմ խորհուրդներին, եթե ցանկանում եք եւ մասնավորապես նրանց համար հեշտ կլինի, ովքեր որ գիտեն իրենց քարտեզը, իրենց ժամը եւ արդեն իրենց համար շատ հեշտ է, իրենք ուղղակի նայում են ու արդեն ամեն ինչ ասված է եւ իրենք գիտեն իրենց անելիքները զգուշանում են եւ շատ մարդիկ են ինձ գրում, շնորհակալություն են հայտնում, թե որքան է օգնում իմ խորհուրդները իրենք հետևում են եւ կարգավորում են շատ հարցեր ինֆորմացված են եւ անակնկալի չեն գալիս այն ինչ որ կատարվում է, շատ կարեւոր է իմանալ եւ ճիշտ քայլեր անել ամեն ինչ ժամանակին, հետո դուք արդեն չեք հայտնվի, երբ ճիշտ եք անում, ճիշտ ուղու վրա եք ընկնում, չեք հայտնվի քաոսում, խավարի մեջ եւ հետո այդպես հայտնվեք նաեւ ցայտնոտի մեջ, թե ինչ եք անելու, ինչպես եք անելու եւ այլն եւ այլն։ Այսպիսի հարցեր կա, եթե ճիշտ ուղու վրա ընկնում եք ճիշտ ճանապարհ, ինքը ձեզ ուղիղ տանում է։ Եթե արդեն սխալ ճանապարհ եք գնում, հետո դուք պետք է այդ ճանապարհից մի հատ հետ գաք նորից սկզբնական կետ, նորից նոր գնաք ճիշտ ճանապարհով եւ կորցնում եք բավականին տարիներ։ Իսկ կյանքը շատ կարճ է։ Այսքանը կարծում եմ օգտակար եղավ, գրեք կոմենտներում անպայման ես բոլորին կարդում եմ, շնորհակալ եմ, որ ակտիվ եք իմ սիրելի կարիճներ եւ մի մոռացեք նաեւ լայքել, որովհետեւ դրանով դուք ձեր շնորհակալությունն եք հայտնում։ Տեսեք բավականին հազարավոր դիտումներ եւ ասենք ընդամենը նույնիսկ 1000 լայք չկա, այսինքն ես ձեզ այսքան օգնում եմ, ժամանակ եմ տրամադրում, ձեզ համար դժվար չի լայքելը, որ գումար եք ծախսում, որ ժամանակ եք ծախսում, ուրեմն ձեր շնորհակալությունը հայտնելու համար։ Այսքանը լավ եղեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ